պարոն Փաշինյանն այսօր խորհրդանշական օր է, 8 տարի առաջ այսօրը Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, բայց քանի որ ես շատ հավանում եմ ընդդիմադիր Փաշինյան գործչին, մի քանի հոդվածներ եմ ուզում, հոդվածներ, ելույթներ ու հարցազրույցներից մեջբերումներ անեմ։ Օրինակ իմ շատ սիրելի ելույթներից էր ազգային ժողովի անունից, երբ ասում եք միսը թանկացել է, ինչ անենք ժողովուրդ ջան հեգրանքով, խառը կանաչի կերեք։ Ձեր շեդևր ելույթներից 4 քուանշ, պարոն գլխավոր դատախազին, շատ էի սիրում ձեր այդ ելույթը, ձեր հոդվածներից մեջբերում եմ բառացի, ոչ մեկին չեմ վիրավորում, Դոդի Պետրոս Ղազարյանը հիմա դարձել է ռուսի Նատաշկա, բայց մեզ մոտ, բայց քանի որ չափից շատ կերել եւ տրզել է, մենք իրան ասում ենք պարվա, շարունակությունը չեմ ասում, ձեր հարցազրույցներից, երբ որ ձեզ դատապարտում էին, Մնացական Մարտիրոսյանը, դուք նրան, երբ որ լրագրողը հարցրեց ձեզ, դուք ասեցիք տխրահրճակ, ես այստեղ դատավոր չեմ տեսնում, Սերժն է նստած, հիմա նորից ասում եք, միսը թանկացել է, ինչ անենք, խառը կանաչի կերեք, չնայած խառը կանաչին էլ է թանկացել, քուանշ հայտնած գլխավոր դատախազը Արթուր Դավթյանը Սերժի դատախազից դարձավ Նիկոլ Փաշինյանի դատախազը, Դոդի Պետրոսը դարձավ Նիկոլի Պետրոս, դե Մնացական Մարտիրոսյանն էլ տեսնում ենք ինչեր է անում, նորից դատում է ընդդիմադիրներին, այսինքն Նիկոլն է այնտեղ նստած եւ մի ռետորական հարց, պարոն Փաշինյան, իշխանությունը մարդուն փոխում է, թե բացահայտում ունեությունը։ Շնորհակալություն։ Ուրեմն միսը թանկանալու հետ կապված մենք քաղաքացիներին ասում ենք, մենք ձեր թոշակները բարձրացնում ենք։ Եվ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում միջին թոշակը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ դեռևս 3 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն թոշակը համապատասխանեցվել է նվազագույն սպառողական զամբյուղին։ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից ի վեր բացվել է շուրջ 280 նոր աշխատատեղ, աշխատավարձերը մինչև 75-80%-ով ավելացել են եւ գնաճը ընդհանուր առմամբ եղել է 29%, այսինքն աշխատող մարդիկ ապրում են 50%-ով ավելի լավ։ Եթե այդպես չէ, թող որևէ մեկը ինձ բացատրի, մասնավորապես դեպի Եվրամիություն Հայաստանի Հանրապետությունից ուղևորա հոսքերի 580% աճը։ Եվ այլն, թող որևէ մեկը ինձ բացատրի, թե ինչպես է եղել, որ 2018 թվականից 54,000 շուրջ ընտանիք նոր բնակարան է ձեռք բերել։ Եվ այլն, եւ այդպես շարունակ։ Ընդհանրապես ինչ վերաբերվում է իշխանությանը եւ ինչ վերաբերվում է ժամանակին։ Եթե մարդը ժամանակի ընթացքում չի փոխվում, նշանակում է մարդը մնացել է նույն կետի վրա։ Մարդը չի կարող միշտ լինել 4-րդ դասարանում։ Ինչ վերաբերվում է դատավորներին, դուք գիտեք, որ ես ինքս եմ դատական համակարգի հետ կապված լրջագույն խնդիրների մասին խոսում։ Բայց Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրությամբ դատավորները ունեն գործունեության երաշխիքներ եւ դատավորը ցմահ պաշտոն է Հայաստանի Հանրապետությունում։ Այդ է պատճառը, որ մենք նաեւ հիմա ես համոզված եմ, որ նոր սահմանադրության մեջ պետք է լինի անցումային դրույթ, համաձայն որի Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ստանան դատավորի պաշտոնակատարի կարգավիճակ, շարունակեն գործել եւ վերանշանակվեն միայն բարեվարկության համապարփակ ստուգումներ անցնելուց հետո։ Որ մասը բաց թողեցի։ Արթուր Դավթյանը կարկառուն ընդդիմադիր գործիչ է։ Եվ Արթուր Դավթյանը չէր, որ մասնակցում էր շարժումներին, հայտարարություններ էր անում, հիմա որ լավ մանգակ բանի ուժեղ Հայաստանի շտաբներից մեկում կգտնեք իրան։ Ուշադիր մանեք եք ուղակի։ Եվ ինչ։ Պետրոս Ղազարյանը Հայաստանում եղել է եւ կա եւ ենթադրում եմ կշարունակի մնալ ակտիվ եւ հայտնի լրագրող։ Իր գիտեք ես էլ եմ ասում, ես կարող եմ մի բան ասել, մի բան չասել, կարող է ասածս
կոռեկտ լինի, կարող է ասածս կոռեկտ չլինի, կարող է ճիշտ ասեմ, կարող է այդ պահի ընկալում ասեմ, այսինքն դա ինչ է ենթադրում։ Բա հիմա որ վերցնենք, ասենք, այդ որ տենցը լինի ամեն մեկը վերցնենք դուք ձեր կյանքում ինչ եք ասել, կարող է հիմա ասենք ոնց էս դուք եք, թե դուք չեք։ Մարդը պետք է փոխվի, մարդը պետք է սովորի, մարդը պետք է աճի։ Մարդը չպետք է նույն տեղում մնա, ուրիշ բան ասեմ։ Ես խորհրդանում բազմաթիվ ուրիշ բաներ եմ ասել, եւ բոլոր ասածները այսօր ուժի մեջ են, իրենց բովանդակության եւ ոչ ձևի մեջ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։